Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես հարգելի գործընկերներ ուզում եմ հիշեցնել, որ ըստ ընթացակարգերի մենք մի կողմից շարունակում ենք ֆինանսավորել այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք նախորդ տարիների ընթացքում հաստատված են եղել կառավարության կողմից եւ իրականացման փուլում են գտնվել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը շարունակել են այս տարվա ընթացքում եւ ավարտին են հասցվել դրանցից շատերի դեպքում, բայց նաեւ մենք շարունակում ենք հաստատել նոր փաթեթներ, բարբերաբար քննարկում ենք հատկապես այն ուղղությամբ համայնքներից ստացված մարզպետարանների միջոցով մեզ ուղարկված նախագծերը, որոնք իրենց ուղղվածությամբ համապատասխանում են նաեւ կառավարության ներդրումային առաջնահերթություններին եւ հատկապես ուղղված են մեր բնակավայրերում խմելու ջրամատակարարման ենթակառուցվածքների նորացմանը, ոռոգման համակարգերին, գազամատակարարման հարցերին, ճանապարհների բարեկարգման աշխատանքներին եւ իհարկե նախակրթական հաստատություններին։ Դրանցից առաջ եւ ավելի մեծ չափով կարեւորելով ունենք այս տարվա ընթացքում արդեն հաստատված բազմաթիվ նախագծեր, վերջին քննարկումների ժամանակ նաեւ բովանդակային հարցերին ենք մեծ ուշադրություն դարձնում, մասնավորապես քաղաքաշինության կոմիտեն ոչ միայն այդ ծրագրային փաթեթները հաստատելու համատեքստում կամ շրջանակում դիտարկում է դրանց ինժեներական լուծումների համապատասխանությունը, այլ նաև կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ միասին ուսումնասիրության առարկա է դարձնում, թե որքանով են այդ նախագծային լուծումները լավագույն ձևով համապատասխանում միջավայրային հարցերին եւ մենք արդեն դա նույնպես կարող ենք համարել, որ մեկ քայլ առաջ է, շատ դեպքերում խորհուրդ ենք տալիս համայնքներին նաեւ օգտվել այնպիսի նախագծային լուծումներից, որոնք այլ համայնքների դեպքում նույն հարցերը ավելի արդյունավետ ձևով հասցեագրած են եղել։ Այս տեսանկյունից կարևոր է սուբվենցիոն ծրագրերի քննարկումը այն առումով, որ սա ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլ նաեւ մեծ օգնություն է համայնքներին իրենց կողմից նախաձեռնվող ներդրումային ծրագրերն ավելի արդյունավետ եւ ավելի նպատակային դարձնելու ուղղությամբ։ Եվ նաեւ կարողություններ են ձևավորում, մենք վստահ ենք, որ այդ քննարկումներից յուրաքանչյուրը հաջորդ նախաձեռնություններում ավելի որակյալ առաջարկություններ ձևավորելու հիմք է։ Եվ եթե այս նախագծի վերաբերյալ կան հարցեր կամ դիտարկումներ, խնդրեմ, պարոն Միրզոյան։ Իսկապես պարոն Խաչատրյան, այս սուբվենցիոն ծրագրերը մեր գործունեության շատ կարևոր ուղղություններից են եւ շատ կարևոր թիրախ է, հատկապես այն ծավալով եւ այն չափով, որ մեր կառավարությունն է անում վարչապետի հանձնարարությամբ, այդ ենթակառուցվածքներին ուղղող գումարները միանշանակ արդարացված են, ճանապարհ, գազ, ջուր, լուսավորություն, չգիտեմ, այլ բաներ, բայց ես անկեղծ ասած ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, մենք ինչի ենք փող տալիս հանդիսությունների սրահին։ Էլ չենք տալիս։ Ընդհանրապես կարծում եմ պետքա չտալ։ Պարոն Միրզոյան, ճիշտ եք նկատում միանգամայն, գիտեք սկզբից դուք երկու կարևոր հանգամանք միանգամից նշում եք։ Առաջինը ես ուզում եմ հիշեցնել, որ այս տարիների ընթացքում տարեկան մեր բյուջետային ֆինանսավորումը սուբվենցիոն ծրագրերի կամ համաֆինանսավորումը 4 միլիարդից հասել է մինչև 30 միլիարդի, գրեթե տասնապատկվել է։ 30 միլիարդ համաֆինանսավորումը նշանակում է, որ այդ ծրագրերի ծավալը տարեկան, հաշվի առնելով նաև համայնքային համաֆինանսավորումը, 50 միլիարդ դրամը գերազանցում է։ Եվ սա այն կետն է, որը մեզ թույլ է տալիս արդեն նաև, որովհետև սկզբից նախաձեռնողականությունը խրախուսելու կարիք կար։ Սկզբից անհրաժեշտ էր, որ համայնքները բերեն իրենց կարծիքով ամենաառաջնահերթ հարցերը եւ դրանք ունենան կառավարության ֆինանսական աջակցություն եւ դա եղել է հատկապես առաջին, երկրորդ, երրորդ տարիների մեր քաղաքականությունը։ Այս տարվա ընթացքում մենք ավելի շատ հորդորում ենք, որ այդ նախաձեռնությունները լինեն ներդրումային առաջնահերթ համարվող ուղղություններով եւ մենք ավելի քիչ թվով ունենք այնպիսի դեպքեր, երբ որ դրանք ընդհանուր առմամբ համայնքային կյանքի տեսանկյունից կարևոր թեև, բայց ամենաառաջնահերթ հարցերը չեն, մենք առաջարկում ենք, որ ամենաառաջնահերթ հարցերը լուծվեն առաջինը։ Եվ սա պահպանում ենք վերջին քննարկումների ժամանակ, հուսով ենք նաև, որ իհարկե չբացառելով եւ ամենևին չհերքելով, որ մյուս հարցերը նույնպես կարևոր են, բայց եթե
այդ հարցերը այդ կարևորություն ունեն, համայնքները պետք է կարողանան իրենց միջոցները գտնեն նման բնույթի խնդիրները ինքնուրույնաբար լուծելու համար։